Այստեղ այն ղեկավարներն են, որոնք Արցախը Ադրբեջանի կազմում առաջինը ճանաչեցին։ Համացանցում գրում են նաև այն ղեկավարներն են, ովքեր պատերազմի ընթացքում աջակցեցին Ադրբեջանին։ Այդ մասով ինչ կասեք, ինչ ակնկալիք ունեք այն մարդկանցից, ովքեր կարծես թե պատերազմի օրերին ոչ մի հարց չբարձրաձայնեցին։ Հյուրընկալող կողմը նույնպես համակարգիչ այդ մարդկանց հետ, ովքեր այստեղ են, եւ Ադրբեջանը Արցախը ճանաչել են այնպես որ ինչպես ասում են տուն տնով հավաքվել են։ Կոնկրետ ես, չգիտեմ կազմակերպիչները, մյուսները ոնց կոնկրետ ես իրանցից ակնկալիք չունեմ եւ կարծում եմ այսպիսի ակցիաները ավելի շատ դիտված են հանրությանը, հանրության ճանաչողությունը բարձրացնելու խնդիրները, այսինքն այն մարդիկ, այն միջազգային հանրությունը, ովքեր որ ուղղակի տեղյակ չեն, թե ինչա կատարվում այստեղ Հայաստանի դեպքում, չգիտեմ, այս չափի քաղաքացիներ, այս քանակի եւ այսքան անհեթեթ բաներով բռնված, ուղղակի ցանկացած են փողոցից կարող են բռնեն, տանեն, փակեն, մի 10 ամիս հետո, մի տարի հետո կասեն կներես չկարողացան կապացուցել բասկետբոլեն բազում պետք է։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կարծես թե ամենահայամետ կետը գերիների վերադարձն էր, որը չարվեց։ Մասամբ գերիները վերադարձան, բայց այն ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք պետք է վերադարձվեին, այդպես էլ չվերադարձվեցին։ Տեսեք, նախ ասեմ, որ այդ թվերը, որ ասում են 23-4-ին վերադարձեցին, դարավ 19-ը, դա իրականության չեն համապատասխանում, ըստ որոշ տվյալների եւ ֆիքսված կան, որոնք գերի են ընկել, բայց այնտեղ գերիների մասին չեն խոսում, գերիների թիվը հասնում է 80-ի, եւ շատերը նույնիսկ ավելին ընդդեմ, անհետ կորածները եւ այլն, որոնք ուղղակի ասում են անհետ կորած, բայց ֆիքսվել է, թե ինչպես են ինքը գերի տարվում։ Չվերադարձվեց, որովհետև այս կողմից պահանջ չկա եւ աշխատանք չկա դրա հետ կապված եւ այսօրվա մեր իշխանություններին կարծում եմ ձեռնտու չի նրանց վերադարձը։ Եթե կհիշեք, մի պահ Բաքվի բանտից Արայք Հարությունյանը հոխորտաց թե ես կխոսամ, բայց հետո լռեց։ Պարզավ որ պետք է լինի կխոսա, պետք է լինի չխոսա, դա եւս մի մահակ է, այսպես ասած այսօրվա մեր իշխանությունների գլխին, որ եւ պետք է լինի Բաքուն նրա ձայնը կբացի եւ նա կարողանա խոսալ։ Այնպես որ այսօրվա իշխանությանը ձեռնտու չի որ Բաքվից այդ հատկապես ռազմաքաղաքական գերիները վերադառնան, կամ այլ աշխատանք չի կարող։ Երեք Էմանուել Մակրոնը ասաց, որ բանակցություններ կտանի Թուրքիայի հետ գերիների վերադարձի համար։ Ինչու այսքան ժամանակ ոչ մի բանակցություններ չտարվեց եւ հիմա որոշեցին, որ պետք է բանակցություններ տանեն եւ ինչ է կարծում, ինչ որ բան կփոխվի արդյոք եւ նաեւ այսօր Իլհամ Ալիևը Հայաստան չեկավ, օնլայն կմիանա, տեսակապով կմիանա, եթե խաղաղություն է, խաղաղության մասին ենք խոսում, բարեկամություն ենք անում, այդ դեպքում ինչու Թուրքիայի նախագահը որոշեց չգալ Հայաստան։ Թուրքիայի թե Ադրբեջանի։ Թուրքիայի։ Տեսեք, Թուրքիայի նախագահը կապում է խաղաղությունը, սահմանների բացելը այն հարցերի հետ, թե Ադրբեջանի հետ ոնց կլուծվի հարցերը։ Եվ բնական է, որ Ադրբեջանի հետ երբևիցե հարցերը չի լուծվում։ Այսինքն անընդհատ նորանոր պահանջներ են առաջ քաշվելու եւ անընդհատ դրանց լուծումներն են սպասվելու մինչեւ Հայաստանի որ վերջնական չգոյությունը։ Եվ դա է, մենք ենք այստեղ ասում խաղաղություն, իրենք միշտ էլ մեզ նայել են որպես թշնամի, մեզ միշտ էլ նայել են որպես զոհ եւ կարծում եմ ոչինչ չի փոխվել։ Իսկ ինչ վերաբերում Մակրոնի ասացին, մարդը մի բան պիտի ասեր, թե չէ։ Եվ ասում են Եվրոպայի գերտերության ղեկավար, պետք չի լուրջ ընդունել նման մարդկանց խոսքը։ Ես ասում եմ Եվրոպ ունես պիտի նոր հայամետ, այսպես ասած, հայկական իշխանություն ձևավորենք, պետք է ուժեղանանք եւ մեր խնդիրները լուծենք։ Ոչ մեկից սպասելիք չկա։